Ողջունում եմ ձեզ սիրելի բարեկամներ, սիրելի հայազգ։ Այս տեսահողերձը շատ կարևոր է, որ շատ տարածեք մաքսիմալ, որպեսզի հասնի բոլոր մեր հայրենակիցներին ու նաև հասնի այն մարդուն, ում որ ուղղված է։ Ինքը կհասկանա ում է ուղղված, որովհետև ես իմ անուն չեմ նշելու, բայց երբ անուն նշեմ, նշանակում է, որ ինքը դարել է իմ թշնամին, այո, բառիս բուն իմաստով ու ամեն ինչ անելու եմ իր դեմ ու ունեմ լիքա հակընդդեմ գործողություններ, այնպիսի փաստեր, այնպիսի բաներ ունեմ, որ ես իրան ուղղակի չգիտեմ ինչ կլինի իր հետ, ամենայն դեպս ես սա որպես մտածելու տեղիք եմ տալիս, որ մարդը մտածի ու հասկանա ինչ արե, ինչ անում, այն որ ես այս ուղերձով իրեն ուղղակի ուզում եմ հնարավորություն տալ, որպեսզի ինքը հետ կանգնի նրանից ինչ որ իմը անում է։ Սկսեմ։ Նախ այդ մարդը, տվյալ մարդը հենց հիմա քարոզ է տանում Հայաստանի Հանրապետության դեմ։ Հայաստանի Հանրապետության շահերին դեմ կապնելով այնտեղի գտնվող պատանդներին, գերիներին, այսինքն Ղարաբաղի էլիտային, ամեն ձև վարկաբեկելով, Ադրբեջանի ջրաղացին ջուր լցնելով ազբաղված, ես այնտեղ նստած Բերդում շատ եմ տեսել իր տեսանյութերից, որ ցույց էին տալիս ադրբեջանցիները մեծ ոգևորությամբ, թե ինչպես է պախարակում մեր Արցախահայությանը, ինչպես է պախարակում մեր Ղարաբաղի նախկին ղեկավարությանը, ինքը Ադրբեջանի համար ամենաուժեղ, ամենալավ մարդկանցից մեկն է, որովհետև Հայաստանի Հանրապետության շահերին դեմ է հենց հիմա գործում ու գործել, ինչով ասեմ։ Նախ քանի որ Ադրբեջանի Հանրապետությունը տվյալ պահին առարկայական եմ շեշտում, մեզ ոչ բարեկամ պետություն է, ոչ մոտ ինչ-որ դաշնակից պետություն է, այլ թշնամի պետություն է, որովհետև մենք ունենք դեռևս խնդիրներ Ադրբեջանի Հանրապետության հետ, չունենք դեռևս ստորագրած հաշտության պայմանագիր, խաղաղության պայմանագիր ու Հայաստանի Հանրապետության շահերին դեմա գտնվելը, մեր հայրենակիցների գտնվելը այնտեղ, բռնադատված լինելն ու գտնվելը այնտեղ, այսինքն հենց հիմա մեր Հայաստանի Հանրապետությունը տարբեր հարթակներում բարձրաձայնում է, խոսում է այն մասին, որպեսզի մեր այնտեղի գտնվող յուրաքանչյուր հայրենակցին ազատ արձակի Ադրբեջանը, բոլորը վերադառնան հայրենիք, նաև մտահոգված է իրենց առողջության, անվտանգության մասով, բացի դրանից եվրոպական երկրները, Ամերիկան խոսում են, բարձրաձայնում են, ընդունում են համապատասխան օրենքները ընդդեմ Ադրբեջանի, ձեռնարկում են քայլեր, որպեսզի Ադրբեջանը ազատ արձակի բռնադատված մեր հայրենակիցներին, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, մեր հայերին։ Իսկ այդ մարդը դուրս է գալիս ու ինֆորմացիա է տալիս Ադրբեջանին, այսինքն իր տեսահողերձները, իր, չգիտեմ, ինքը բլոգեր է, չգիտեմ ով է, լրագրող է, միտված են ընդդեմ Հայաստանի Հանրապետության։ Ինքը ցույց է տալիս, թե Ղարաբաղից ոսկիներ են թալանել, Ռուբեն Վարդանյանին չպետք է պաշտպանի մեր մարդու իրավունքների պաշտպանությունը, մարդու իրավունքների պաշտպանությունը ստեղծված է նրա համար, որ յուրաքանչյուր Հայաստանի Հանրապետության քաղաքացի իրավունք ունենա պաշտպանվելու մեր մարդու իրավունքների պաշտպանության գրասենյակի կողմից եւ առհասարակ միջազգային մարդու իրավունքների պաշտպանության կողմից։ Այդ մեկ, երկրորդ, մեր Հայաստանի Հանրապետության շահերին դեմ են, որպեսզի այս պահին ու առհասարակ մեր քաղաքացիները գտնվեն Ադրբեջանում, որովհետև դա դրված է խնդիր Հայաստանի Հանրապետության դեմ։ Այսինքն, քանի դեռ այդ խնդիրը լուծված չի, Հայաստանի Հանրապետությունը նշանակում է չի կարող այդ հարցը լուծել։ Այսինքն չունի այնքան ներուժ, որ կարողանա ազդել Ադրբեջանի վրա, որպեսզի վերադարձնի մեր հայրենակիցներին։ Կամ գործադրում է ուժ, ջանք, թեկուզ չի խոսում դրա մասին, որպեսզի վերադարձնի մեր հայրենակիցներին հետ Հայաստան։ Բայց այս մարդը չեմ ոչ մի ձև իրեն բնութագրի,
ես դեռ կպահեմ իմ մեջ, թե ինչ եմ մտածում իր մասին, այս մարդը, տվյալ մարդը Հայաստանի Հանրապետությունում գործում է Հայաստանի Հանրապետության շահերին դեմ, այսինքն ինֆորմացիաներ է տարածում ու ասում է, որ այո, Ադրբեջանը ճիշտ արել, որ դատել է տվյալ քաղաքացիներին Հայաստանի, Արցախի էլիտային նախկին ղեկավարությանը ու հետ կերպ վարկաբեկում է մեր Հայաստանի Հանրապետությանը, տապալում է, ոնց որ դեմ է մեր շահերին։ Ինչքան էլ դեմ եք, ինչքան էլ հանցագործ են ու ինչքան էլ, չգիտեմ, վատն են տվյալ մարդիկ, իրենք հայեր են։ Պետությունը այդ մարդկանց շահերի մասին է մտածում, որպեսզի վերադարձնի հայրենիք։ Ու ես նախազգուշացում եմ անում տվյալ մարդուն։ Եթե փորձես նորից շարունակես քո Արցախահայությանը դեմ քարոզը, մեր պատանդների ու գերիներին դեմ քարոզը, ես կնշեմ քո անունը ու դու կդառնաս իմ թշնամին, իսկ ես ամեն ինչ կանեմ, որ քեզ հետ վարվեն այնպես, ինչպես դու ես հիմա վարվում մեր պատանդների, բռնադատված գերիների հետ, որոնք գտնվում են Ադրբեջանում։ Ավելի շատ վատ կվարվեմ քո հետ։ Չի կարելի։ Սա նախազգուշացում։ Տարածեք, ժողովուրդ ջան, տարածեք ու յուրաքանչյուր գիտակից մարդ պետք է մտածի, որ առաջնային է մեր երկրի շահերը։ Իսկ ամբողջ աշխարհը այսօր խոսում է մեր հայրենակիցներին հետ վերադարձնելու, Ադրբեջանի ձեռքերից ազատելու մասին, իսկ այս մարդը ասում է, որ Ադրբեջանը ճիշտ է արել։ Այսքանը տարածեք, խնդրում եմ, թող հասնի տվյալ մարդուն, քեզ էլ մտածելու տեղիք եմ տալիս, եթե հանկարծ նորից շարունակվի, ես քո անունը կնշեմ ու շատ տեսանյութեր ունեմ քո դեմ, որ Հայաստանից ուղղակի կփախչես, այսքանը։